Երկու մարդ արդեն անտեսել են այս տեսանյութը, բայց դու չես լինի երրորդը, ով կանցնի դրա կողքով։ Եթե քեզ պետք չէ Հիսուսը, կարող ես շարունակել, բայց եթե նա քեզ պետք է, ասա ամեն։ Ասում են, եթե այսօր շնորհակալություն հայտնես Աստծուն, բոլոր դժվարությունները կվերանան։ Թող Տերը օրհնի յուրաքանչյուրին, ով կասի ամեն։ Եթե զբաղված չես եւ ունես մի փոքր ժամանակ, փոխանցիր այս ուղերձը գոնե մեկ մարդու։ Թող Աստված քեզ կրկնակի օրհնություն տա։ Մի շարունակիր անցնել։ Աստված բռնել է քո ձեռքը։ Նա լաց է լինում, որովհետև շատերն արդեն մերժել են նրան, բայց քեզ նա չի ուզում բաց թողնել։ Խնդրում եմ կանգ առ 5 վայրկյան եւ գրիր ամեն։ Թող Աստծո փրկությունը այսօր իջնի քեզ եւ քո ընտանիքի վրա, եւ թող անհանգստությունը, հոգնածությունն ու տխրությունը հավիտյան հեռանան քո կյանքից։ Եթե զբաղված չես, փոխանցիր այս ուղերձը գոնե մեկ մարդու, եւ դու կստանաս քո կյանքի լավագույն լուրը։ Մի մերժիր։ Եթե ունես 7 վայրկյան Աստծուն շնորհակալություն հայտնելու համար, գրիր ամեն։ Եթե սիրում ես Աստծուն, խնդրում եմ մնա 7 վայրկյան եւ գրիր մի խոսք Աստծուն։ Եվ Աստված կվերցնի քո բոլոր ցավերն ու դժվարությունները եւ կսրբի քո տխուր արցունքները։ Եթե զբաղված չես, խնդրում եմ փոխանցիր այս գրառումը գոնե մեկ ուրիշ մարդու, որպեսզի աղոթքի ուժը չկանգնի։ Նրանք, ովքեր Աստծուն առաջին տեղում են դնում իրենց կյանքում, կգրեն ամեն։ Աստված կվերցնի քո բոլոր ցավերն ու դժվարությունները եւ կսրբի քո տխուր արցունքները։ Թող Տերը ընդունի քո անկեղծ աղոթքները եւ մաքրի հոգիդ բոլոր մեղքերից։ Եթե այժմ զբաղված չես, խնդրում եմ փոխանցիր այս գրառումը գոնե մեկ ուրիշ մարդու, որպեսզի աղոթքի ուժը չկանգնի։